Ինձի համար իսկապես ուրախություն է ցեզ զարայել ամեն ուրբաթ օրերը ը, տարբեր ուրախություն է, տարբեր ցնծություն կլա հոգիս մեջ, որովհետև այն գործը, որ Տերը ինձի տված է, այդ կարողությունը կուտա եւ այդ ուժը կուտա, որբեսի իր Սուրբ Հոգիեն առաջնորդված ցեզի բաժնեկցիմ եւ ամեն մեկ խոսք, որ դուք կլսեք, այս խոսքը մտնած էր սրտին եւ սայրի սուրի պես շատերուտ արթնցնե, շատերուտ բժշկե, շատերուտ մխիթարե, շատերուտ վերագանքնե, որովհետեւ Աստծո խոսքը զորություն է։ Աստծո խոսքը չեն կրնար բարձ կարդալ եւ անցնել։ Աստծո խոսքին մեջ խորունկ իմաստներ կան, խորունկ նշանակություններ կան, եւ եթե մենք խորհրդածենք բարերու վրա, խոսքերու վրա, այն ժամանակ ավելի պիտի հասկանանք եւ ավելի պիտի գիտնանք, որ մեր Տերը ինչ հզոր Աստված է, ինչ զորավոր Աստված է, ուրեմն մենք ինչու կդկարանանք, մենք ինչու կվախնանք, մենք ինչու կցավենք, մենք գիտենք, որ որում պիտի երթանք, մենք գիտենք բժշկության աղբյուրը ուր է, ով է, մենք Հիսուսին պիտի երթանք եւ մենք պիտի չբահբդենք թռներուն յետևը, մենք պիտի չբահբդենք մեր դուներուն մեջ, մենք պիտի չաբրենք մեր կյանքը ցաված, կոտրված, մենք պիտի կյանք ապրենք, այդ կյանքը, որ Հիսուսը մեզի բերավ Հովաննու 10:10-ին մեջ, փառքաված կյանք, ուրախ կյանք, առատության մեջ կյանք, առատություն մտքի բժշկությունով, առատություն սկացումներու բժշկությունով, առատություն զորավոր գամքով, առատություն հարաբերություններով։ Այսօր տուն եթե գսկաս կամ գտեսնաս, որ քու կյանքդ փառքաված չէ, եթե դու այս բաները շնորհները ճունիս, որ Տերը քեզի դված է, խնդրե Սուրբ Հոգիեն, որ աշխատի քու կյանքիդ վրա, որովհետև Տերը կուզե քեզի տալ, Տերը խաչին վրա ինքը իր արյունը թափեց։ Ես կուզեմ, որ դու մտածես ադիգա եւ հասկնաս եւ սովորական չառնես, երբ որ Հիսուս խաչին վրա ելավ եւ արյուն թափեց, որ այսօր դուն եւ ես ազատագրված, առողջ, ուրախ կյանք ունենանք մեր ամեն կյանքի դժվարություններուն մեջ։ Դերը մեզի սերի քուրիգս է բեբեղբայրս զորավոր մեզի գամք տված է եւ գուզե որ այդ գամքը մենք կործածենք եւ այդ գամքը մենք որքան զորավորը լանք, որքան դիսցիպլին ունենք, այնքան ավելի եւ ավելի պիտի կարենանք իր ծրագիրներում մեջ հաջողել, պիտի կարենանք մեր առօրյա կյանքը ուրախացնել, օգնել մեր անձին, օգնել մեր ներքինին, աշխատել մեր ներքինին մեջը եւ ինչ որ բացասական խորհուրդներ ունենանք, ինչ որ գարձիկներ ունենանք մեր անձին նկատմամբ, ուրիշներուն նկատմամբ, Տերը գուզե անոր հետևանքները հանել կումին մեջ հետ, գուզե քեզի բժշկել, գուզե քեզի մաքրել, գուզե քեզի ազատագրել, գուզե քեզի ուրախ կյանք տալ։ Մենք կմոտենանք Զադիկին, կմոտենանք Հարության տոնին։ Ձեզ մեջ եմ կերել քանիներ, որքան աղոթքով գեցած են այս օրերուն մեջ, որքանով սեր չէ որ մյուս օրերուն մեջ աղոթքով չեն կենար, բայց բարձավես կպատրաստվինք Զադիկին, կպատրաստվինք Քրիստոսի Հարությանը։ Դերևս ամբողջ դարին տուն անցալ Զադիգեն մինչև հիմա, որքան խնդրեցի, որ Տերը քեզի բժշկե, Տերը քեզի ազատագրե, Տերը քեզի սիրտդ ուրախացնե, Տերը քեզի կյանքդ փոխե լման վերագանքնե, կյանքդ մարմինդ, էությունդ քեզի շարժե։ Եվ այդ մեկ դարվա մեջ դու կտեսնաս Տերը որքան աշխատեցավ քու գին էությանդ մեջ, քու միտքիդ վրա, քու սկացումներուդ վրա, քու գամքիդ վրա։ Եվ հիմա որ Զադիկ կմոտենա, ինքզինքդ կտեսնաս, որ նույն ցևով չէ քու հավատքի կյանքդ, ավելի բարելավված ես, ավելի լավացած ես, հավատքդ զորացած է, աչքերդ հոգևոր բացված է, ավելի կտեսնաս, ավելի կհասկնաս։ Այսիկա Աստծո բարգևն է, որ խաչին վրա իր կյանքը քեզի եւ ինձի համար տվավ, որբեսի դու կյանք ունենաս եւ դու ազատագրված կյանք ապրիս եւ գաշկանտումներ չունենաս, բրգումներ չունենաս, որքան որ դժվար լա կյանքիդ պայմանները, որքան որ մարդիկ քեզի ցավցուցած են եւ վիրավորած են, բայց Աստված հոս է, Սուրբ Հոգին հոս է, որ քեզի բժշկե, քեզի մխիթարե, քեզի բարձրացնե։ Գիտես,
Մեր գամքը շատ զորավոր է, որբեսի զորավոր պետք է լա, որբեսի գարենանք Սուրբ Հոգիին հետ աշխատել։ Եվ մեր գամքը գնմանցնեմ թրենիմը, շոկեգարքիմը, որուն մոտորը շատ զորավոր է։ Երբ որ շոկեգարքին մոտորը, էնջինը զորավոր է, յետևի վագոնները շատ արագ գսուրան, երբ որ շիդակ գիծերու վրա է թրենը։ Եվ երբ որ մեր ըսկացումները դգար են, այն ժամանակ մեր գամքը դգար գլա եւ չենք կրնար վազել, չենք կրնար դիսցիպլին ունենալ, չենք կրնար խաղաղություն ունենալ, չենք կրնար մեր առօրյա կորձը, որ պիտի երթանք, պիտի աշխատենք, պիտի սորվենք, պիտի չգարենանք ընելանիկա, որովհետեւ մեր սկացումները դգարացած են։ Անորոմար ես այսօր կխոսիմ Քրիստոսի անունով կու գամքիդ վրա, որ թուն աշխատիս եւ զորացնես կու գին գամքդ, որբեսի գամքդ իշխե քու ըսկացումներուդ վրա եւ ոչ թե ըսկացումներդ իշխեն քու միտքիդ վրա կամ քու գամքիդ վրա։ Երբ որ մենք մեր ըսկացումները թույլցած են, երբ որ մենք մեր ըսկացումները ցաված են, շատ բնականաբար գոտրված ենք, հուսահատած ենք, ցաված ենք, մերժված ենք, մեգուսացած ենք, թուրերու յետև բախվտած ենք, եւ չենք ուզեր, որ մեկը մեզի տեսնա այս վիճակին մեջ։ Եվ երբ որ մենք ալ ուժ չունենք, որովհետեւ ցաված ենք, մեր գամքը դգարացած է։ Բայց դու եթե դու այս վիճակներում մեջ կաբրիս, գիտի որ դու նորեն զորավոր ես, որովհետեւ կբայքարիս, որովհետեւ կկոյադևես, բայց եգուր այսօր կու պահվտած թրներդ, պահվտած սենյակներդ, դաշկանտումներդ դուրս ելիր եւ կյանքը դուրս Սուրբ Հոգիին, որբեսի ինք աշխատի քու կյանքիդ վրա։ Ավելի լավ է որ դու նա ցավեն դուրս ելես եւ նոր կյանքի մտնաս, նոր օրհնության մեջ մտնաս, կյանքը հանկարծ տեսնաս նոր ագնոցներով, քան թե միշտ այդ ցավերը առնես եւ այդ ցավերով ապրես։ Լավ, հիմա պիտի ասես իմ կյանքից մեջ նույնիսկ եթե ես ուզեմ, ես իմ շուրջիներս, կորձիս մեջ, դունիս մեջ մարդուց հետ գաբրիմ, որ ամեն ադեն ինձի գնեղեն, ամեն ադեն ինձի գցավցնեն եւ ամեն անգամ ինձի գչարչարեն, ես ինչպես գրնամ իմ գամքը զորավոր կորզածել։ Ես օրինակ վիդամ եւ Հիսուս Քրիստոսին օրինակը պիտի դամ։ Հիսուսը երբ որ գծարայեր, երկրի վրա էր եւ մարդացած էր, մարդու նման էր, քեզի ինձի պես Սուրբ Օքի մեջ զորավոր էր, ամեն օր դերոջը երեսը կփնտրեր, կերթար, գաղութեր, գլեցվեր Սուրբ Օքիով, լրության մեջ կգենար, Սուրբ Օքիին ցայնը գլսեր, ինչպես որ ծննդոցի մեջ կսե Սուրբ Օքին ճուրերուն վրան է, այդպես է գսկար Սուրբ Օքիին խաղաղությունը, գսկար եւ գխոսեր իր հոր Աստծո հետ, գզորանար եւ իր ծառայությունը կսկսեր։ Եվ երբ որ ծառայության մեջ գխորիս որ ով էին ամենաշատ իրենց ցածնողները, գրոնականները չէին, Աստծո խոսքը գարտացող մարդիկը չէին, ծաղրեցին, դատապարտեցին, դավաճանեցին, վրան խնդացին, ցավցուցին, խաչը հանեցին։ Հիսուս կհասկնա քուգին ըսկացումներդ, բայց Հիսուս չի թույլցավ, Հիսուս չի դգարացավ, որովհետև ինքը իր նպատակը նայեցավ, որ ինքը քեզի եւ ինձի մեղքե պիտի ազատագրե, խաչը պիտի ելլե, հարություն պիտի առնե, եւ հիմա հորը կողմ նստած է քեզի եւ ինձի համար միջնորդություն գնե։ Հիմա պիտի ասես, գարին, ես Հիսուսը չեմ, բայց թուն Հիսուսի զավակ ես։ Հիսուս քեզի զորություն տված է եւ պիտի դա եթե դու ուզես։ Եթե դու խնդրես իր մե եւ ասես դեր աս վիճակը ես չեմ գնար դանիլ, ուզեմ որ դու ինձի նախ ինձի բժշկես, իմ ներքինս բժշկես, ամենուր լսեմ ինչ ունիս ինձի ըսելիք, որբեսի ես գարենամ գետրոնացումս այդ անցերուն վրան չլա, բայց իմ գետրոնացումս միայն քու վրա դլա եւ հոն է որ պիտի կա իմ ուրախությունս եւ իմ ցնծությունս։ Ամեն։ Եվ եթե առնենք Պողոս Արաքյալին օրինակը, Պողոս Արաքյալ ծառ եղավ, մդրակներով ձեձեր կերավ, հանդը տրվեցավ, ցավեցավ,
Բանդերը այն ժամանակ նգուղ սենյակներ էին, որ աղոտ լույս մը գլա, դերևս անալ չեղլար, բայց իր աչքերը Հիսուսին վրա դրավ։ Ես քեզ չեմ ասել, որ դու պիտի չարչարվիս Պողոսի նման, պիտի չարչարվիս Տեր Հիսուս Քրիստոսի մեջ, բայց քանի որ մենք դերոջը զավակներն ենք, թե ուրախությունը մեր բաժինն է, թե հալածանքը մեր բաժինն է, թե չարչարանքը մեր բաժինն է, թե օրհնությունը մեր բաժինն է, երբ որ մեր աչքերը Հիսուսի վրա գտնենք, այն ժամանակ գմարզվինք, մեր հոգևոր մգանները գզորանան եւ այնքան զորավոր գլա Սուրբ ոգեին զորությունը քու մեջդ, որ չարը գծկի եւ գհերանա։ Սերերի քույրս եւ եղբայրս երկու տեսակ ցավ կա։ Առաջին ցավը, եթե թուն բահվդած մնաս, ցաված ըսկացումներով, ովը մեկ պատճառով, դեռնալալ որ շատ հարազատ մարդիկ քեզի տավաճանեցին, շատ հարազատ մարդիկ քեզի զրբարդեցին, շատ մոդիկ բարեկամներ իրենց հարաբերությունը գդրեցին քեզ մե։ Գրնալա դունիդ մեջ քուգին ամուսինդ, քեզի տավաճանեց, կամ շատ անձնասեր գվարվի քեզի հետ, նրբություն չունի, քաղցրություն չունի, կամ գրնա ըլլալ շատ աղետ մը ագանադես եղար, կամ ապրեցար, ասոնք ամենը աստեցին քուգին կյանքիդ վրա, դու որտեղ մարմին ես, եւ չես կրնար անսկամելալ, բայց այսօրվա իմ բաժնեկցությունս քեզի խոսքս քեզի որ քուն այդ վիճակի մեջ մի մնար եւ այդ վիճակեն դուրս ելիր Սուրբ ոգիին օգնությամբ։ Երկրորդ ցավը ան է որ եթե դու ուզես ելնել եւ ասես Սուրբ ոգի ես ուզեմ նորը լալ, գուզեմ արդվա շունչը որ գարնեմ հույսով առնեմ, ուրախությունով առնեմ, գարենամ հաղթահարել դժվարություններս վրա։ Այն ժամանակ Սուրբ ոգին մի դեսկսի աշխատել քեզի հետ եւ մի զարմանար, երբ որ ավելի պիտի ցավիս, որովհետեւ պիտի հին բաներ հիշես եւ նույնիսկ սխալներդ պիտի անդրադառնաս, բայց ադոնք կամած արցունքով, աղոթքով, աղաչանքով, զորավոր գամքով տուն պիտի հաղթահարես։ Գամքդ զորավոր թողալա, որ դերը քու կյանքիդ վրա կործե եւ դուրս ելիր քու մեգուսացում է, դուրս ելիր թուրերուն յետևեն եւ հանցնվե Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ օրինակը գտամ, եթե դու հիվանդանոց կացածես, քու հարազատդ կամ մոդիկ անցդ իրեն հետ ըլլալու, սուպորտ անելու, կտեսնաս գործողության սենյակին երկու դուրերը կբացվին եւ բարգող հիվանդը ներս կտանին։ Եվ դու հոն կսպասես, որպեսի գործողությունը վերջանա, սպասողական վիճակիդ մեջ կաղոթես, կփարապանես, Աստծո խոսքը կգարտաս, անիգա է որ բիտնես։ Բայց շատ անգամ այսօր ունես որ պետք է մտնաս այդ սենյակը գործողության եւ թուն Հիսուսին ասես որ իմ ներքինս բժշկե, իմ ասացումներս նորոգե, բժշկե, իմ միտքս նորոգե, իմ հասկացողությունը սված, ազատագրե ինձ աս վիճակեն եւ Սուրբ ոգին պիտի աշխատի կյանքիդ վրա, չխորիս որ շատ արագ պիտի լա, ժամանակ պիտի առնե, որովհետեւ շատ բաներ կա քու կյանքիդ մեջ մինչեւ այս դարիքդ, ինչ բաներ տեսած ես, ինչ բաներ ասենք փորձառություններ ունեցած ես, եթե Սուրբ ոգին քեզ ամեն բան ասե, դու չես կրնար դանիլ ամենը, դու քեզ քիչիկ պիտի ասե, քիչիկ քեզ պիտի հիշեցնե, բայց դու պիտի աշխատես իրեն հետը, պիտի չի հուսահատես, պիտի չի հանձնվես, որտեղ դու Պողոս արաքյալին խոսքը գսե, նպատակը դիտելով արչևի տրված մրցանակին նայեցավ, չնայեցավ փանտը, չնայեցավ վախը, չնայեցավ ձեձերը, չնայեցավ թավաճանությունը մարդոց որ աչափ իրենց խոսեցավ Աստծո խոսքը, չնայեցավ անդեսեց միամեկ նայեցավ, որ ինքը մրցանակը պիտի առնե, փարած մրցանակը պիտի առնե, թող քու մրցանակը դիգրի վրա ըլլա, որ քու աչքերդ միայն Հիսուսին նային, եւ դու հաղթություն ունենաս, եւ հաղթես մեղքին, հաղթես ամեն ինչ որ քեզի դաշկանթած է, գրնալալ որ դու չես կրնար ներել, մեկ մը քեզի շատ ցավցուցած է, եւ այդ չներելը քեզի թարնություն բերած է, ոսկորներդ կծածնե, ուրախություն չունիս, կերտաս, կոկաս, կհակվիս, կշտկվիս, կջամփորդես, այսօր ուրախ չես, որովհետև չես ներած։ Անար Սուրբ ոգի իմ փեր, եւ ասե որ դեր
ես գուզեմ ներել, որպեսզի ես ազատագրվիմ։ Եվ նորեն Հիսուսին նայե։ Եվ նայե ինչպես ինքը ներեց ամեն մարդոց եւ ասա ներե, որտեւ չեն գիտեր ինչ կանեն։ Բահմը գեցիր եւ նայե այդ անձը քեզի ինչու ցավցուց։ Նայե իր կյանքը, նայե իր անցյալը, նայե իր դժվարությունները, ուրգե եկան անոնք, ուրգե եկան այդ արդահայտությունները, այդ որոշումները, որ քեզի ցավցուց։ Դեր Հիսուսը ցավեցավ, բայց ներեց եւ փառք Աստծո, որ մեզի այդ ներողամտության հոգին դված է այսօր, որ իր հետը բարենակ ներել բոլոր անոնց, որոնց մեզի գծավցնեն։ Ուզեմ ասել, որ դու զորավոր ես Քրիստոսով, դու դգար արարած չես, ինքզինքդ դգար մի տեսնան, ինքզինքդ մի փախտադեր, դու զորավոր ես, եւ գուզեմ քեզի ասել, որ դու խոստովանես Հիսուսին, ասես որ դեռ ես փոխանակ քեզի նայելու, ես իմ ցավերուս նայեցա, իմ սկացումներուս նայեցա, բայց այսօր խոստովանիմ եւ գապաշխարեմ, եւ իմ ամբողջ սկացումներս, նեղություններս քեզի կբերեմ, դու եղիր իմին գլուխս, դու եղիր իմ զորությունս, դու եղիր իմ առաջնորդս, եւ ինչ որ ցանկիտ մեջ կա բաներ, որ ադեն յետ մեջտեղ գելեն, ադոնք դար Հիսուսին, եւ ասե որ ես գուզեմ լալ այդ քեղեցիկ բառնան տաշտը, քեղեցիկ ծաղիկներով եւ դերևներով, եւ չեմ ուզեր ոչ մեկ վայրի դերև կամ վայրի ծաղիկ իմ մեջս գտնվի։ Արմադախիլր է Տեր Հիսուս, ես պատրաստ եմ աշխատելու, դու իմ դերս ես, իմ բրգիչս ես։ Ամեն թող դերոջը շնորհքը եւ դերոջը զորությունը քեզի ուժ տա, քեզի փափակ տա, որբեսի դու ներգա վիճակետ դուրս ելես, հավատաս եւ վստահիս Հիսուսին եւ ապրիս այդ հաղթական կյանքը, փառքավաճ կյանքը եւ փայլիս Հիսուսին համար։ Հիսուսի անունով ամեն։